Նրան տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, պարոն Սարգսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Վաղ առավոտից խուզարկություններ են ընթանում Գագիկ Ծառուկյանի տանը, նրան պատկանող գրեթե բոլոր ընկերություններում, ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Ծառուկյանի խոսնակի Վետատոնոյանը արդեն իսկ գործընթացը որակել է քաղաքական հետապնդում, նաև ընդգծել, որ իրավապահները գործում են Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Քննչական կոմիտեից էլ խոստացել են հանդես գալ պաշտոնական հաղորդագրությամբ, մինչև այդ հաղորդագրությունը կլինի եւ կտրվեն հարցերի պատասխանները, պարոն Սարգսյան, ինձ հետաքրքիր է ձեզ մտահոգում է այս իրավիճակը թե ոչ եւ ինչու մեր երկրում օրենքի հետ կապված խնդիրները, եթե դրանք կան, չեն լուծվում այնպես, որպեսզի մարդիկ չկարողանան գործընթացները քաղաքական հետապնդման հետ կապել։ Նախ ասեմ, որ ընդհանուր առմամբ ցավոք այո այդպես է եւ ինչքան էլ իշխանությունը ասի, որ տվյալ հանգամանքում չկա քաղաքական համատեքստ, մարդիկ մտածելու են, որ քաղաքական համատեքստը կա։ Ինչու է այդպես։ Դա այդպես է այն պատճառով, որ եթե կային խնդիրներ, որոնք ավելի շատ տնտեսական հանցագործություններին էին վերաբերվում, իշխանությունը դա պիտի աներ մինչև ընտրությունները։ Եվ այդ ժամանակ ընտրություններին չէր մասնի Բարգավաճ Հայաստանը, այդ դեպքում կարող էին ընտրություններին ունենալ բացարձակ այլ արժեք, չլիներ արդյունք, չլիներ սահմանադրական դատարանի այս որոշումը եւ այլ եւ այլ։ Նույնը վերաբերվում է նաեւ Սամվել Կարապետյանի մասով, Ռոբերտ Քոչարյանի մասով։ Բնականաբար ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եռագլուխ հրեշին բոլորին դատելու է եւ բազմաթիվ հոմանիշներ դրեց, թե բացի դատելը ինչեր է անելու։ Եվ հիմա գնում է այդ գործընթացը, այդ գործընթացում ամենաթույլ օղակը Գագիկ Ծառուկյանն է, ամենակիչ պաշտպանվածը այդ համատեքստում, շատ ավելի պինդ պաշտպանված է Ռոբերտ Քոչարյանը, շատ ավելի պինդ պաշտպանված է Սամվել Կարապետյանը։ Ես կգերադասեի, որ Նիկոլ Փաշինյանը սկսել Ռոբերտ Քոչարյանից, ոչ թե Գագիկ Ծառուկյանից եւ իր խոստացած խոստումը կատարելու առումով, իսկ մնացած առումով կան տնտեսական խախտումներ եւ այլ իրավական հարթության խնդիր է եւ իրավական դաշտը պիտի հիմնավորի, եղել են նման բաներ թե ոչ։ Կոնկրետ Արարատցեմենտի մասով խոսակցությունները դեռ 2000 թվականներից էին գալիս, երբ որ մրցույթին մենք էլ մասնակցեցինք եւ առաջարկում էինք 12 միլիոն դոլարով շվեյցարական Հոլսիմի հետ գնել այդ գործարանը եւս 15 միլիոն դոլար ներդրում անելով, բայց գիշերային ածուրդով որոշվեց դավաճառել Ռոբերտո ընկերությանը եւ այստեղ խախտումներ շատ կան, խախտումներ կան Քաջարյանի սեփականաշնորհման առումով, խախտումներ կան Հայաստանի երկաթգծի կառավարումը կոնցեսիոն կառավարման տալու առումով եւ մասնավորապես երկաթգծի կոնցեսիոն կառավարման տալը նաեւ ես դավաճանական ակտ եմ համարում, որովհետեւ ինքը այսօր ամենահիմնական խնդիրն է դարձել թրիպի շրջանակներում, այն պատճառով որ Թուրքիան այդ ճանապարհը դեռ չունի, պիտի կառուցի ու այդ հատվածը ամբողջությամբ բաց է, իսկ մնացած հատվածի վերականգնումը, վերանորոգումը 1 տարվա խնդիր է, այսինքն թրիպը կարող էր մոտավորապես այսպես ասենք 50 միլիարդ տոննա ապրանք 1 տարում կարող էր ապրանքաշրջանառություն արվեր այս տարածաշրջանով, չի արվում միայն այն պատճառով, որ Հայաստանի այդ հատվածը Ռոբերտ Քոչարյանը իր կմահաճույքով 2008 թվականին կոնցեսիոն կառավարման է տվել Ռուսաստանին, ով իր պարտականությունները չի կատարել, չի կատարում ու չի ուզում կատարել։ Եվ այս առումով միանշանակ արժեր կալանավորել Ռոբերտ Քոչարյանին եւ խնդիրներ բարձել, կարծում եմ դա շատ ավելի էական ու կարեւոր է, քան Արարատցեմենտ կան մնացած բաները եւ քան այն խախտումները, ինչ արել է Գագիկ Ծառուկյանը։
Ամեն դեպքում պարոն Սարգսյան մտահոգություն կա գործողությունների իմաստով, օրինակ մարդիկ բողոքում են, որ դիմակավորված անձիկ են անպայման ներկա լինում այս խուզարկություններին, դժգոհություն կա, փաստաբաներին թույլ չեն տալիս ժամանակին մուտք գործել, հասանելիություն ունենալ կատարվող գործողություններին։ Իրավական առումով իրավական պրոցեդուրաները ինչպես պիտի կատարվեն, այդ առումով կան փաստաբաններ, ես տեսել եմ, որ այդ փաստաբանները դատարաններում լավ էլ հաղթում են դատախազությանը, բազմաթիվ դեպքերում նույնիսկ իմ հետ կապված դատական պրոցեսներում փաստաբանները, ընդդիմության փաստաբանները կարողանում են հաջողության հասնել ու հաղթանակներ գրանցել, այնպես որ այս առումով չեմ կարծում, թե լուրջ խնդիր կա, ինչ վերաբերվում է դիմակավորված մարդկանց, բնականաբար այդ մարդիկ մտնում են տնտեսական գերհնարավորություններ, ֆինանսական գերհնարավորություններ ունեցող մարդկանց տներ խոզարկություններ անելու, իսկ այդ մարդիկ կարող են հաշվեհարդար տեսնել, նաև ֆինանսական միջոցներով հաշվեհարդար տեսնել, հետևաբար իրենց դեմքը պիտի փակ լինի, այո, եւ սա օրենքի պահանջ է, սա խախտում չի։ Շատ լավ, պարոն Սարգսյան, Քոչարյանի առաջնորդած Հայաստան դաշինքը, Սամվել Կարապետյանի առաջնորդած Ուժեղ Հայաստանը փաստորեն վերցնում են մանդատները, որպեսզի խորհրդարանում ունեցած ներկայացվածության պայքարեն իրենց ձևակերպմամբ իշխանական հակապետական ծրագրերի դեմ։ Նարեկ Կարապետյանն էլ տեսանք, որ վիրավորվել է, երբ քաղաքացիները ասել են, ահա թե ինչի համար էիք դուք պայքարում, այսինքն մանդատները վերցնելն էր ընդամենը խնդիրը, ասում է, հարց է տալիս այդ քաղաքացիներին, ասում է այդ մանդատը բացի պրոբլեմներից էլ ինչ է տալու մեզ, կարող եք ասեք, մենք էլ իմանանք, հիմա նախ ինչու վերցրեցին եւ ինչ է տալու մանդատը այս երկու քաղաքական ուժերին։ Իմ կարծիքով այդ ուժերը թող ինձ ներեն, բայց իրենք չեն որոշում վերցնեն մանդատները, թե ոչ, առավել եւս նրանց քվետված Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի որոշում, իրենք մանդատները կվերցնեն, թե ոչ, իրենք իմ կարծիքով ռուսական Եդինի Ռոսիայի ֆիլիալ են եւ խնդիրները լուծում են Եդինի Ռոսիայում, այսինքն Ռուսաստանի իշխանություններն են որոշում, այս մարդիկ մանդատները վերցնեն, թե ոչ։ Իսկ իրենք որոշել են ռուսական իշխանությունները, որ մանդատները պիտի վերցնեն, որովհետև այլընտրանքի տարբերակ չունեն, որովհետև տեսեք Ռուսաստանը ամեն ինչ արեց, որպեսզի հայ ժողովուրդը ընդվզի գործող իշխանության դեմ։ Նույն ապրանքների արգելափակումը, այդ ապրանքների ցանկը մեծացնելը, չշնորհավորելը, այս ամեն ինչը արվում էր մի նպատակով, հույս ունենալով, որ հայ մարդը, ով չի կարողանում վաճառել իր ելակը, իր ձուկը, իր ծաղիկը եւ այլը, իր քվեարկության համար պիտի հետևություն անի, որ սխալ քվեարկություն է արել եւ ինքը սոցիալական ծանր վիճակում է հայտնվելու ու դուրս գա փողոց միանալու այն ընդդիմությանը, ովքեր պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարական, այսինքն ասի, որ այդ ընդդիմությունը ճիշտ է անում, որ Ռուսաստանից հեռանալը սխալ է, որ հակառակ դեպքում մենք սոհամավ կլինենք եւ այդ առումով փողոցները կլինեն լեփլեցուն եւ կտեղի կունենա իշխանափոխություն։ Այսինքն Ռուսաստանը տեսավ, որ նույնիսկ իր գործադրած այդ ամենավերջին ջանքերը արդյունք չեն տալիս եւ փողոց մարդիկ դուրս չեն գալիս ու անգամ համանդրական դատարանի փոքրիկ հրապարակիկը մարդիկ փոքրիկ խմբակներով չեն կարողանում լցնել եւ այստեղից արդեն Ռուսաստանը պիտի հետեւություն անի։ Առաջի հետեւությունն այն է, որ լավ, ինչ ունենք, թող դա իրագործեն, թող վերցնեն մանդատները ու գնան ազգային ժողով, բայց Ռուսաստանը նաեւ կմշակի սխեմաներ, այդ սխեմաները նաեւ ինչ որ առումով այստեղից կմատակարարի Ռոբերտ Քոչարյանով, քաղաքական փորձ ունի Սամվել Կարապետյանի թիմում քաղտեխնոլոգները կփորձեն ինչ-որ բաներ մոգոնել, ուղարկել, խորհուրդներ տալ, թե ինչ անենք, որ Հայաստանում իրավիճակը չկայունանա։ Ամեն դեպքում այս ուժերի խորհրդարան գնալը, խորհրդարանը վերահացվելու, չգիտեմ, մենամարտի դաշտի, որտեղ մենամարտերը շշեր լեզվակռվից անցնելու են շշերի, երբեմն նաև բռունցքների, գործնական առումով այս ուժերը ամեն ինչ անելու են արգելափակելու դեպի Եվրոպա, դեպի արևմուտք գնացող Հայաստանի ջանքերը, ամեն ինչ անելու են, որ Հայաստանը չկարողանա
իր կախվածությունը Ռուսաստանից կրճատել եւ այս համատեքստում պատեհարիքը նաեւ համապատասխան իրավիճակներում եթե ձևավորվի օգտագործելու են իրենց ուզած իշխանապողությանը հասնելու համար նաեւ այս ուժերը ամբողջ ներուժով մասնակցելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին արդեն այսօր իրենք տեղերում ման են գալիս համազոր տեխնացուների ովքեր ունեն մեծ գերդաստաններ ովքեր ինքնուրույն կարող են քվե գերերացնել, ովքեր դժգոհ են այսօրվա գործող իշխանություններից ու տեղական իշխանություններից եւ նույն փողային արտաքին քաղաքական եւ այս լծակներն օգտագործելով հասնել մինչեւ Երևան քաղաքի 2028 թվականի ընտրություններին։ Այս ամեն ինչը շատ բնական ու տրամաբանական է ընթացիկ առումով երբ որ նայում ես, որովհետեւ այլընտրանքի հնարավորություն Ռուսաստանը չունի, այդ այլընտրանքի հնարավորությունը չունեն նաև ընտրություններից հետո համապատասխան քվեներ հավաքած քաղաքական կուսակցությունները։ Իշխանությունը բազմաթիվ գործիքներ ունի սրանց դեմ հակադրվելու համար եւ պիտի մաքսիմալ այդ գործիքները փորձի օգտագործել։ Դուք նոր խորհրդարանի աշխատանքը նկարագրելիս հեգնական ժպտացիք, ես դա իհարկե հասկանում եմ, բայց տխուր է, չէ, որ նորից նույն խորհրդարան ենք ունենալու, բովանդակային կամ որակական փոփոխություն չի լինելու, արդյունքում 5 տարվա ընթացքում մենք ինչ ենք անելու։ Գիտեք ինչ է։ Կորցնելու ենք թանկարժեք ժամանակ։ Ժողովրդավարությունը մարդկանց բացառիկ ընտրության հնարավորություն է ձևավորում, որ մարդը իր կամքով ձևավորի իր իշխանությունը։ Մեր ժողովուրդը իր կամքով ձևավորել է այս իշխանությունը։ Մեր ժողովրդին ոչ մեկ չի ծեծել փողը վերցրու ու գնա ընտրի։ Այն նախկինում ասում էին, տես, եթե այս փողը չվերցնես, քո հալը կտեսնես, բարեկամիդ կաշխատեն, ուրեմն դու ընդդիմադիր ես։ Հիմա նման ձև չկար, որտեվ հիմա փող տվողը իշխանությունը չէր։ Ընդհանրապես իսկապես ծիծաղելի կլիներ, եթե տխուր չլիներ։ Նախկինում կաշառք բաժանում էր իշխանությունը, որ իրեն քվե տան, պաշտոններ կաշառք։ Եվ երբ որ մենք դիմում էինք սահմանադրական դատարան, ասենք Սերժ Սարգսյանի իր թիմի ներկայացուցիչները ասում էին բերեք մեկ օրինակ, մեկ դեպք, որ ընտրակաշառք է բաժանվել։ Այսօրվա իշխանությունը սահմանադրական դատարանում ասում է համատարած ընտրակաշառք է բաժանել։ Ու եթե այդ դեպքում եթե ընտրակաշառք է բաժանվել, այս ընտրությունները լեգիտիմ են թե ոչ, ասում են լեգիտիմ են մեր մասով, մեր քվեն արդար է, ձերը ոչ։ Հետևաբար այս ազգային ժողովում արդար է գործող իշխանությունը, ընդդիմությունը արդար չէ։ Այս արդեն ժողովրդավարության առումով որոշակի խնդիրներ է առաջացնում։ Այս խորհրդարանը ինքը պրոբլեմատիկ խորհրդարան է, թե գաղափարական առումով, թե տեսական առումով, եւ թե պարզ տրամաբանության առումով։ Ամբողջ աշխարհը շնորհավորել է, հետեւաբար ընտրությունները ճանաչել է իրականություն դարձած։ Նիկոլ Փաշինյանը ձեռնտու է դրա համար են ճանաչել, պարոն Սարգսյան։ Գիտեք ինչ, աշխարհին ձեռնատու էր այն, որ Ռուսաստանը երկրորդ Բելարուսը չունեցավ։ Եվ այս առումով նաև շատ ապրի մեր ժողովուրդը, որ իր քվեով անգամ նման ճնշումներից հետո, նման արտաքին քաղաքական միջամտության պարագայում չգնաց այդ ճնշումներին։ Եվ այս առումով մենք ոչ միայն Բելարուս չդարձանք, այլև Վրաստան չդարձանք, եւ շատ լավ էր, որ թե Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը, թե Հնդկաստանի փիլիսոփա ու իմաստուն վարչապետ Մուդին շնորհավորեցին Նիկոլ Փաշինյանին, շատ դրական է։ Այսինքն Հայաստանը չունեցավ հետընթաց։ Հիմա ամբողջ խնդիրը առաջընթաց ունենալու է թե չէ։ Խնդիրը այս համատեքստում է։ Ու տխուրը նրանում է, որ այս խորհրդարանը բեր է դառնալու Հայաստանի ինքնիշխանության ու Հայաստանի դեպի քաղաքակիրթ աշխարհ գնալու ճանապարհը բռնած ուժերի կամ պետության ոտքերին։ Ինքը բեր է դառնալու, չի թողելու, անդադ հետ է տանելու։ Իսկ հետ է տանելու ինչի համար է, ամեն ինչ շատ տրամաբանական է։ Ժամանակին Հայաստանը իր բոլոր պայմանագրերը ռազմական, ռազմաքաղաքական, տնտեսական կապել է Ռուսաստանի հետ։ Ամեն ինչ տվել է Ռուսաստանին, ամեն ինչ դրել են մի զամբյուղում, որի անունն է Ռուսաստան։ Հիմա Հայաստանում եկել է իշխանություն, որն ասում է ես ուզում եմ
ինչ որ առումով այդ դիվերսիֆիկացն է, բալանսավոր է, եւ անեմ, իմիջայլոց բոլորը փորձել են այդ անել։ Այս իշխանությունը այդ առումով ինչ որ քայլեր անում է։ Ռուսաստան այդ առումով նայում ասում է դուք բալանսավորում եք ում հաշվին, իզնից վերցնում եք ում տակ։ Ռուսաստանը դեմ է բալանսավորմանը։ Ռուսաստանը բալանսավորմանը նույնքան դեմ է, ինչքան դեպի արևմուտք գնալուն։ Որովհետև ամենափոքր բալանսավորումն անգամ, եթե դու նոր ատոմակայանը կառուցում ես, ասենք Միացյալ Նահանգների կամ թեկուզ Կորեայի հետ, այդ արդեն Ռուսաստանին ձեռնատու չի։ Եթե դու զենք զինամթերք առնում ես Հնդկաստանից ու չես առնում Ռուսաստանից, այդ արդեն Ռուսաստանին ձեռնատու չի։ Եթե դու հակատային պաշտպանության սարքավորումներ ես գրում Ֆրանսիայից, այդ արդեն Ռուսաստանին ձեռնատու չի։ Եթե Nvidia-ն գալիս է Հայաստանում ու տեղեկատվական կենտրոն է դնում կամ աշխարհի ամենաարագ մտածող համակարգիչը, այդ արդեն Ռուսաստանին ձեռնատու չի։ Ռուսաստանը համարում է, որ այդ իր հաշվին է։ Հետևաբար Ռուսաստանը պայքարում է դրա դեմ։ Իմ իշխանությունն ինչքան էլ ասի ես բալանսավորում եմ, այդ նույնն է, որ Ռուսաստանից վերցնում ես 10 ինչ որ մեկի։ Ու Ռուսաստանի այն սատարող ուժերն էլ նույն բանն են ասում։ Իրանք ասում են Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ, այսինքն Ռուսաստանից ոչինչ չվերցնենք։ Եվ ոչինչ ուրիշի հետ չանենք։ Իսկ Ռուսաստանի հետ մնալով ինչու է Հայաստանի այս իշխանությունը ուզում բալանսավորել։ Ինչու նաև Սերժ Սարգսյանի իշխանությունն էր ուզում բալանսավորել։ Սերժ Սարգսյանի ասենք պաշտպանության նախարարներից Վիգեն Սարգսյան Չինաստանի հետ գնաց ռազմական փաստաթղթեր ստորագրեց, դրեցին հերն անիծեցին, թե ինչ է անում։ Նույն ռուսները, որ Չինաստանն իրենց գործընկեր երկիրն է, չէ՞։ Այսինքն ոչ մեկին բացի Ռուսաստանից ուրիշ ոչ մեկի հետ Հայաստանը պիտի գործ չունենա։ Ռուսաստանի հետ մնաց Սերժ Սարգսյանը, արդյունքում ինչ։ Քարորիա պատերազմը չեղավ, Արցախը չխլվեց։ Հետո արդեն Արցախը չխլվեց, այսինքն ռազմական առումով մենք ոչինչ չստացանք, բացի հին ռուսական օգտագործված սպառազինությունը, իսկ նորն էլ քարտեզներն ու հնարավորությունները մնացին Ռուսաստանի ձեռքում, եթե նոր ինքնատիռներ տվեցին, դրանց հետ սպառազինություն չտվեցին, եթե Իսկանդիր տվեցին, դրա հետ բանալին չտվեցին։ Տնտեսության առումով Մերկելյան ինստիտուտը վերածեցին պահեստի, Պեոմարսը չգիտեմ ինչով է զբաղված, Հայաստանի երկաթուղիները շարժվում են 30-40 կիլոմետր արագությամբ։ 1930 թվականի Եվրոպայում աշխատող շոկեքարշները, որ շոկեով էին աշխատում, գոլորշիով, ածուխ էին վառում, մինչև 170 կիլոմետր/ժ արագություն էին հավաքում։ Հայաստանի երկաթ գծերը մնացել են քարի դարիսկ շրջանակներում։ Այն դեպքում, որ այսօր Ռուսաստանն ասում է, չգիտեմ ինչքան ներդրում եմ արել։ Այսինքն Ռուսաստանը ոչինչ չի անում։ Ընդհակառակը ամեն ինչ անում է, որ մենք մնանք կախյալ, հետամնաց, չզարգանանք, չունենանք տնտեսություն, չունենանք պաշտպանվածություն, ինքը լինի մեր պաշտպանը, ինքը լինի մեր տնտեսության տերը։ Ու երբ որ խնդիրը հասնում է պաշտպանելուն ու այդ տնտեսությանը տեր կանգնելուն, ինքը այստեղից ստանում է։ Դա է պատճառը, որ ինքը ամեն ինչ անում է, որ այս փոքր երկրները, ասենք Հայաստան, Վրաստանը մեջ չի, ասենք Միջինասիական Հանրապետությունները, Ղազախստանը, Ուզբեկստանը, Qırğızstանը դուրս չգան հապկից։ Ինչի է այդպես։ Օրինակ Եվրոպայում մեծերն ուզում են դուրս գալ, համարում են, որ փոքրերին իրենց հաշվին են պահում, փոքրերն են նույնիսկ Օրբանը, որ Եվրոպայում այդքան խորթ էր, կպած ուզում էր Եվրոմիության անդամ մնալ, չէր ուզում դուրս գալ։ Իսկ Ռուսաստանում ընդհակառակը փոքրերը բոլորն ուզում են դուրս գան, Չինաստանի հետ, Հնդկաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ, Եվրոպայի հետ կապեր են հաստատում, ՆԱՏՕ-ի հետ զորավարժություններ են անում։ Ռուսաստանը այդ ուզում է թույլ չտալ, վախեցնում է, Մարիա Զախարովաներով տեսակետներ է հնչեցնում։ Այսինքն Ռուսաստանը ինքը իր ինքնապաշտպանության, իր բարեկեցության խնդիրները փորձում է լուծել փոքր երկրներով։ Ինքը մեզանից ավելի շատ տանում է, քան ինքը մեզ տալիս է։ Եվ այդ է պատճառը, որ այդ երկրները, ու մենք բացառություն չենք, կամաց ուզում են բալանսավորել։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ,
ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818-813-2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Հիմա ամենագլխավոր հարցը պարոն Սարգսյան, իհարկե լավ է, որ ամեն հաղորդման մենք հիշեցնում ենք հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրները եւ Ռուսաստանի դիրքորոշումը, բայց հիմա գլխավոր խնդիրն այն է, որ արդյոք Նիկոլ Փաշինյանը այս ընտրություններից հետո կկարողանա աշխատել, որտեւ Նիկոլ Փաշինյանի տրամադրվածությունը հենց այդպեսին է աշխատել, չնայած շնորհավորանք չկա, բայց նա էլի պնդում է, որ Ռուսաստանը գործընկեր է, նրա հետ կարող ենք աշխատել, նաեւ բացառում է, որ 2013 թվականի իրավիճակը կկրկնվի, երբ մեկ գիշերում Սերժ Սարգսյանը մեզ միացրեց ԵԱՏՄ-ին, հիմա ինքը այս պահին Ռուսաստանում աշխատանքային այցով է, հանդիպելու է Միշուստինի հետ, ընդհանուր առմամբ եւ դուք էլ ասացիք, բոլորն են նշում, որ առանցքային խնդիրը ոչ այնքան ԵԱՏՄ-ն է այս պահին, որքան երկաթուղիների կառավարման հարցը։ Փաշինյանը կկարողանա այս հարցը լուծել կամ ընտրությունների այս արդյունքները որքանով հիմք տվեցին Փաշինյանին այդպիսի վստահ պնդում անել քաղաքականության մեջ, որ բացառի 2013 թվականի իրավիճակը։ Պիտի ասեմ հետևյալը, որ ընտրությունները եւ ընտրություններից հետո տեղի ունեցող գործընթացները որոշակի դռներ բացեցին, ի նկատի ունեմ ֆոն դեր Լայնի այցելությունը, ի նկատի ունեմ Եվրոպայի բացառիկ օժանդակությունը, ի նկատի ունեմ այն հնարավորությունները, որոնք բացվեցին Եվրոպայում հայկական ապրանքների ներմուծման առումով, սրանք Հայաստանը ինքն իր տնային աշխատանք անելով 2-3 տարում չէր հասնի, ինչ Վլադիմիր Պուտինի ու նրա, չգիտեմ, Գոստեխնաձորի արգելանքների արդյունքում Եվրոպան որոշեց մեզ ձեռնարկել։ Եվրոպան նաև ասաց, որ հասկանում է խնդիրը գազի հետ է կապված, եւ այդ գազի առումով էլ ֆոն դեր Լայնն ասաց, որ մասնագետներ կուղարկենք։ Այսինքն Ռուսաստանը մեզ սպառնալու մի գործիք է ունի միայն, այլևս գազն է, որովհետեւ այս ապրանքների չգնման այս process-ը իրականում չաշխատեց։ Մարդիկ փողոց դուրս չեկան, դժգոհության նման ալիք չկա, ես գյուղում եմ ապրում, ջերմոցատերերի հետ շփվում եմ, այդ դժգոհությունը այնպեսին չի
որ իրենք դրանից ելնելով իշխանապողություն անեն կամ կան հրապարակ իրենց ապրանքը որևէ մեկ չբերեց չէ հրապարակում իր ապրանքը չտապեց եթե բերեր թափեր այդ իմ համար հասկանալի կլներ լրիվ կհասկանայի այդ մարդուն բայց այդքան գիտակցություն ունեցան չբերեցին թափեցին այս Ռուսաստանին իր որոշումների իր սխալ որոշումների ու այս ընտրություններում նաև կրած այսօրվա իրավիճակի որ պարտավորված գնալու է խորհրդարանում նստի այս ամենից հետո Ռուսաստանը պիտի այս որոշումներից հետո հետևություն անի լավ ինչ շարունակում եմ այս պատժամիջոցները գնում եմ մինչև վերջ ու չեմ ճանաչում Հայաստանում տեղի ունեցած ընտրությունները թե որոշակի զիջումների ճանապարհով եմ գնում Օրինակ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ ասաց որ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը իր ընկերն է Հիմա տեսնում ենք չէ որ ընկերը չի Նիկոլ Փաշինյանը տեսնում է որ իր ընկերը չի ինքը գիտեր որ իր ընկերը չի ուղղակի ասում էր ասելու համար թե ուղղակի սխալվում էր մտածել է որ իր ընկերն է ու այս ամեն ինչը տեսնելուց հետո պիտի իր վերաբերմունքը փոխի իր ընկերոջ հանդեպ ես թողնում եմ Նիկոլ Փաշինյանին ու իր անձնական փոխհարաբերություններին բայց ես եւ դուք տեսնում ենք որ ընկերը այսպեսին չի լինում Ռուսաստանը անգամ թշնամական վերաբերմունք է ցուցաբերում ոչ միայն Նիկոլ Փաշինյանի այլ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետության Սովորական մարդու իր սեփական քրտինքով ծաղիկ աճեցնող, լոլիկ աճեցնող մարդու հանդեպ թշնամական վերաբերմունք։ Չեք ընտրել իմ Սամվել Կարապետյանին, ձեր ընտրության արդյունքն է չեք վաճառել։ Այ էս է։ Հիմա ինչ խնդիր է ուզում լուծել Նիկոլ Փաշինյանը այդ ցուցահանդեսներին գնալով եւ այլնով։ Ես չգիտեմ, ամենայն հավանականությամբ մտածում է, որ Ռուսաստանը արդեն այս ամեն ինչից հետո հետևություն կանի ու կսկսի հետ քայլեր անել, ու այդ հետ քայլերի արդյունքում այդ ապրանքների վաճառքը կբացվի դեպի Ռուսաստան, գազի գնի առումով բանակցությունները կշարունակվեն, երկաթգծի առումով որոշակի ընդհանուր հայտարարի կգան։ Ես լավատես չեմ, ես չեմ մտածում, որ այդպես է լինելու, որովհետև երկաթգծի առումով Ռուսաստանը երկու ոտք դրել է մի կոշիկ, ասում է, ոչ չեմ տալու, որովհետև երբ որ միայն այդ երկաթգծի ու այդ ճանապարհի, որ անունը իրենք դրել էին Զանգեզուրի Միջանցք ու Ադրբեջանի նախագահն էլ 2020 թվականից Զանգեզուրի Միջանցք էր ասում, միայն այս վերջում Թրամփին շնորհավորելուց նորից թրիփ ասեց, այսինքն միջազգային հարթակներում երբ Միացյալ Նահանգների հետ է, Ալիևը գրում է թրիփ, երբ մնացած տեղերում է ասում է Զանգեզուրի Միջանցք, այդ նաև լավ է, ուրախացնող է, որ միջազգային հարթակներում Ալիևը հասկանում է, որ խնդիրը ինչ հարթության մեջ է, Ռուսաստանի համար դա միակ հնարավորությունն է, որ ինքը կարողանա վերահսկել Ադրբեջանին, Հայաստանին ու այս տարածաշրջանին ընդհանրապես։ Եթե ինքը այդ ճանապարհում չկա, ընդհանրապես այս տարածաշրջանում իր մնալը դառնում է ձևական ֆիկցիա։ Այսինքն թրիպում մասնակից լինելը գերկարևոր է Ռուսաստանի համար։ Մնացած առումներով ինքը երկրորդական է դառնում։ Տարածաշրջանում երրորդական անգամ գործոն է դառնում։ Եվ այս համատեքստում ինքը չի զիջելու։ Հիմա թրիփ փաստաթուղթը արդեն ստորագրվել է, այդ ստորագրվել է Երակոմ Թրամփի, Նիկոլ Փաշինյանի եւ Ալիևի հետ եւ այդ փաստաթուղթը հետ ողորմի անելու նախ պիտի համաձայնվի Ալիևը, որ այդտեղ Ռուսաստանից ինչի պիտի Ալիևը համաձայնվի։ Ալիևը ինքնուրույն քաղաքականություն է վարում, ինքը անգամ Թուրքիայից ուզում է անկախ լինել, իր ինչին է պետք, որ Ռուսաստանը վերահսկի իրեն, հետ վերադառնա Ադրբեջան։ Բայց եթե անգամ Ալիևն ու Թուրքիան էլ համաձայնվեն, ինչ այդ ճանապարհը ինչի համար է։ Այդ ճանապարհը նրա համար է, որ միջինասիական հանրապետությունները կամ կենտրոնական Ասիան կապվի Եվրոպային։ Եվրոպան երբեք չի ուզենա, որ իր հետ ունեցած կապը վերահսկի Ռուսաստանը։ Այսինքն եթե այդ ճանապարհը սարքվի, Եվրոպան այդ տեղով առևտուր չի անի։ Եթե հիշում եք, Միացյալ Նահանգների այն նախորդ իշխանության փոխպետքարտուղար Օբրայենը, երբ որ հայտարարեց, ասեց, եթե դուք փորձեք ուժով լուծել, մենք կօգտագործենք ողջ գործիքակազմը, դրանից հետո ինքը մի նախադասություն էլ ասեց։ Ասեց, եթե դուք փորձեք շրջանցել այդ ճանապարհը, այդ առևտուրը տեղի չի ունենա։ Այսինքն ինքն ասեց, ձեր բերած ապրանքները չենք առնելու։
չենք առնելու ուղղակի։ Ինքը այդ ժամանակ ի նկատի ուներ, որ թեկեք Իրանով տանեք, լեզու գտնեք Իրանի հետ ու Իրանով տանեք, միևնույն է, այդ առևտուրը տեղի չի ունենա։ Այդ արդեն չինական մետաքսի ճանապարհը կդառնա։ Այսինքն, այս համատեքստում Ռուսաստանի թրիպ մասնակից դառնալը անհեթեթ է։ Այն ինչ որ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, այդ կարծում եմ Ռուսաստանի համար նաև վիրավորական է ու չպետք է առաջարկի։ Որտեվ Նիկոլ Փաշինյանն ինչ է ասում է, դուք էլ կարող եք թրիպից օգտվեք։ Պատկերացրեք, Ռուսաստանը մտնում է Ադրբեջանով, երկաթգծով գալի մտնում է Հայաստան, միանում է թրիպին, որ այդ տեղով ինքը գնա Եվրոպա։ Այն դեպքում, որ ինքը Սիբիրից տրանսիբիրյան մագիստրալ ունի, որը գնում է դեպի Եվրոպա, ինքը Եվրոպայի հետ ահռելի սահման ունի Ռուսաստանը։ Երևի աշխարհում ամենաերկար սահմանը Եվրոպայի հետ ունի Ռուսաստանը, ու Ռուսաստանը պիտի այս ճանապարհով, այս անգամ վիրավորական է ռուսներին նման բան առաջարկել։ Իմ կարծիքով այդ հայտարարությունից հետո, ինչ որ արեց Նիկոլ Փաշինյանը, ինչը միանշանակ ողջունելի է, որ ասաց, որ հայկական երկաթուղիների Հայաստանի սեփականությունը եւ դրանց բուն իմաստը հայ ժողովրդին ծառայելու մեջ է, դրանից հետո մի բան կա, որ իրանք պիտի անեին։ Իրանք պիտի հայտ ներկայացնեին Ֆրանսիայի արբիտրաժային դատարան իմիջիայլոց ստորագրած փաստաթղթում գրված է, որ վեճերը պիտի լուծվեն Փարիզի արբիտրաժային դատարանում։ Այդ համաձայն կոնսեսիոն համաձայնագրում այդ կետը գրված է։ Այսինքն այս պիտի ներկայացնեն Փարիզի արբիտրաժային դատարան, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները գոյություն ունեցող քաղաքական իրավիճակից, թրիպ ծրագրերից եւ Հայաստանի երկաթուղիներում անհրաժեշտ արվելիք ներդրումների անհրաժեշտությունից ելնելով հայց է ներկայացնում դուրս գալու Ռուսաստանի հետ 2008 թվականին կնքված կոնսեսիոն համաձայնագրից։ Եթե չեն ուզում, որ գրեն, որ Ռուսաստանը իր պարտականությունները չի կատարել, երկաթուղին չի բերել եւ այլը, չեն ուզում սրեն, գոնե պիտի գրեն, որ թրիպի հետ կապված ու Հայաստանի գերակաշայից ելնելով եւ այլը, քանի որ այնտեղ արդեն 24% ունեն, 76 Միացյալ Նահանգներինն է Մեղրիում, 24-ը Հայաստանին է, այստեղ էլ ենք ուզանում, ցանկանում որ մերը լինի, հետեւաբար դինեն այսինքն հայտարարելն ուրիշ բան է, գործանելը ուրիշ բան։ Եթե այդ հայտարարել ես, հաջորդ քայլը պիտի լիներ այդ Ֆրանսիայի Փարիզի արբիտրաժային դատարան դիմել։ Եթե դեպատում հայտարարում ես, որ Սամվել Կարապետյանը շպիոն է, հաջորդ քայլը պիտի լինի այդ շպիոնին կալանավորելը։ Չսպասել ընտրության գալ քվեարկելը։ Եվ որ հաջորդ քայլում ասում ես դիմեք կենտրոնական ընտրական հանձնաժողով, դիմեք գրավոր ու դիմում ենք ու արդյունքում ասում են, գիտեք ինչ, ոչ շպիոն է, ոչ էլ փող է բաժանել ու դա ազդեցություն չի ունեցել այսօր սահմանադրական դատարանում էլ վիճարկում ես այդ ամեն ինչ, այդ որոշակի առումով անլրջացնում է ամեն ինչ, որովհետև ժողովրդի աչքի առաջ այդ ամեն ինչ տեղի է ունեցել։ Իսկ այն ինչ որ ասում են այդ քաղաքական ուժերը, այդ ընդհանրապես որևէ քննադատության չի դիման։ Այդ նման է նրան, որ գողին գողության պահին տան մեջ բռնում ես, ինքը մեղադրում է տան անդամներին ժամանակից շուտ տուն վերադառնալու կապակցությամբ, էլի խիշուտ եկաք, չհասցրեցի իմ գողությունն անել։ Այս մարդիկ ինչից են խոսում 300,000 ադրբեջանցիներից եւ այլնից։ Գիտեք, ասենք Հայաստանում ադրբեջանցիները ապրել են եւ Սովետական միության փլուզումից հետո 1 միլիոնից ավել հայեր դուրս են եկել Ադրբեջանից, Սումգայիթից, Բաքվից եւ այլը, կամ 500,000 կամ 200,000 կամ 100,000 ադրբեջանցիներ Հայաստանից գնացել են, հետ են գնացել դեպի Ադրբեջան, որոշները նաեւ փոխհատուցում ստանալով։ Այսինքն մարդկային այս հոսքերը տեղի ունեցել են, որպես իրականություն գոյություն ունեցել է։ Բայց այն մարդը, որը հայ մարդուն որպես ապրանք է գնահատում ու փողով այդ ձայնը, աստծո տված ձայնը գնում է, ինքը ավելի վատն է ու ավելի վտանգավոր, քան 300,000 ադրբեջանցիների հետ վերադարձը։ Այդ շատ ավելի վտանգավոր է։ Այդ շատ ավելի վատ է, որովհետև սպանում է մարդուն ոչ միայն որպես քաղաքացի, որպես մարդ է սպանում։ Ոչինչ ես, դու ապրանք ես, դու շնչավոր ապրանք ես, կենթանի ես, քեզ փողով գնում են, ոնց որ մալի շուկայում։ Այն մարդիկ, ովքեր հայ մարդուն փողով գնահատել են ու գնել են, այսօր արդարությունից են խոսում, սահմանադրական դատարանից, չգիտեմ իրենց իրավունքները խախտելուց, չգիտեմ դիմակավոր իրենց տուն մտնելուց, դուք խոսելու իրավունք չունեք։
Դուք ամենաշատն եք արհամարել հայ մարդուն, ընդհանրապես Աստծո ստեղծած մարդուն, առանց ազգության մարդուն։ Դուք արհամարել եք նրան, ապրանք եք համարել, ու ասել եք քու խոսքը, քու ձայնը վաճառում ես այսքանով։ Ինչ չեն վաճառել։ Ասենք բանը հասնում են նրան, որ ասում են, ով որ վաճառել է Նիկոլ լինի։ Այսինքն չհասկացա, մեր հանրությունը իր ամբողջության մեջ համարում է, որ ընտրություններին փող չի բաժանվել։ Իսկ եթե բաժանվել է, ով է բաժանվել։ Իշխանությունը, մենք, ով է բաժանել։ Չի կարելի մարդկանց աչքերին նայելով եղածը այդ կարգի սուտ ասել։ Չի կարելի ուղարկի։ Ու այս հոգեբանական առումով, մարդկային առումով ոչ միայն եկեղեցու հետ չի կապվում, եկեղեցու պաշտպանության հետ չի կապվում։ Սա որևէ կերպ Հայաստանի հայ մարդու, ընդհանրապես Աստծո ստեղծած մարդու հետ չի կապվում։ Բայց պարոն Սարգսյան, ադրբեջանցիների վերադարձի թեման իրենք չեն հորինել կամ շրջանառության մեջ դրել։ Դա Ալիևի խոսույթն է։ Գիտեք ինչ, եթե Ալիևը տեսնում է, որ Հայաստանում որոշակի քաղաքական ուժեր այդ թեման օգտագործելով կարողանում են Հայաստանի խորհրդարանում այդքան կվեհավաքել, ինքը ինչի՞ չպետք է օգտագործի, որ ինչ Ալիևին ձեռնատու է ուժեղ Նիկոլ Փաշինյան։ Ընդհակառակը Ալիևին ձեռնատու է ինչքան Նիկոլ Փաշինյանը թույլ է, այնքան լավ, հետևաբար ինչքան կարող եմ այս թեման կօգտագործեմ։ Իսկ ինչի՞ չպետք է օգտագործի, ինչ Ալիևը մեր բարեկամն է դառել։ Թե Ալիևը Նիկոլ Փաշինյանի հարազատն է։ Պասերով, իրար պասերով աշխատում են։ Տեսնում են նյութը աշխատում է։ Ադրբեջանը չէր խոսում, չէ՞, թեմայից։ Մինչև ընտրությունները թեման ընդհանրապես չկար, որպես այդպիսին գոյություն չուներ։ Ադրբեջանը սկսեց այդ թեման ակտիվացնել ընտրությունների ընթացքում ու ընտրություններից հետո, որովհետև տեսավ, որ այդ թեման հայ մարդուն ցավեցնում է, հայ մարդը դրանից վախենում է, եւ Հայաստանում ընդդիմությունը դրանով նեղում է Նիկոլ Փաշինյանին։ Ու դա էլ է հայելային։ Նիկոլ Փաշինյանն էլ 2018 թվականին ընտրությունից հետո Ադրբեջանի ժողովրդավարությունից էր խոսում։ Ալիևին ցավացնելու համար բումերանգը աշխատում է միշտ։ Հիմա այս խորհրդարանը այս տեսքով կկարողանա ավելի շուտ ինչ կարող է անել սահմանադրական փոփոխությունների այդ պահանջի հետ, եթե այդպես բնութագրենք Ալիևյան այդ պահանջի հետ։ Նիկոլ Փաշինյանի հիմնական խնդիրը բալանսավորելն է։ Ինքը չի կարող չբալանսավորել, որտեվ չբալանսավորելը Հայաստանում ոչ տնտեսական, ոչ արտաքին, ոչ ռազմական խնդիրները չի լուծել։ Իսկ բալանսավորմանը դեմ է Ռուսաստանը, հետևաբար այս համատեքստում ինքը գնա, Լենինգրադ չգնա, հանդիպի Պուտինին, Պուտինին ասի ինքեր, թե ասի հորողբոր տղա, թե ուրկուրի տղա, դա հարց չի լուծելու։ Ու ճիշտ կանի, որ ինքը դրանից հետևություն անի։ Ու լավ կլինի, որ հետևություն անի։ Ու եթե իսկապես քաղաքացիական պայմանագիրը ուղղություն է վերցրել դեպի բալանսավորումը, չի ուզում ամբողջությամբ Ռուսաստանի հետ կտրել ամեն ինչ, այդ շատ լավ է, բայց Ռուսաստանը համաձայն չի, որ բալանսավորվի։ Ռուսաստանն ուզում է ամեն ինչ կամ ոչինչ, ինքը չի համաձայնելու բալանսավորման այդ քաղաքականությանը ու հակադիր քայլերն անելու է։ Ու այստեղից հետևությունը գալիս է նրան, որ այս երկու աթոռը դարել է անհնարին։ Չէ, բայց ես հարցնում եմ սահմանադրական փոփոխությունների մասին, այդ պահանջի հետ։ Առաջին խնդիրը բալանսավորումն է։ Բալանսավորման խնդիրը պիտի լուծի, երկրորդ խնդիրը սահմանադրական հանրակրվեն է, որ ինքը խոստացել է։ Ինքը ընտրությունների ժամանակ ասում էր, եթե 2/3 չունենամ, որպեսզի դնեմ սահմանադրությունը հանրակրվեի, ապա աշտանը կլինի պատերազմ։ Հիմա 2/3 չունի, աշտանը պատերազմ լինելու է, թե չէ։ Նիկոլ Փաշինյանը ինքը իրավիճակին տիրապետում է ու հստակ պիտի այս հարցին պատասխանի։ Հավանականությունն ինչքան է, որտեվ ըստ այդ հավանականության մենք պիտի կողմնորոշվենք ու դիրքավորվենք։ Մենք պիտի պլանավորենք, որ ուղղությունների վրա է լինելու ու ինչ ենք անելու։ Եթե լինելու է, մենք մեր սպառազինությունների գնումը, Եվրոպայի հետ մերձեցումը, ՆԱՏՕ-ի հետ զորավարժությունների մակարդակը, աշխարհի այլ երկրների խնդիրները, արտաքին քաղաքական բոլոր այդ ուղղությունները պիտի օգտագործենք, այ դա թույլ չտալու կամ տեղի
իրականություն դառնալու պարագայում արագ հակահարված հասցնելու ու կասեցնելու առումով։ Եթե այդ պատերազմը տեղի չունենալու ինքն ուղղակի ասել է ընտրական համատեքստում ավելի շատ քվե վերցնելու համար, այս հարցի ուրիշ կողմն է, որ իր մեջ բարոյական համատեքստ ունի, որին պիտի էլի Նիկոլ Փաշինյանը փորձի պատասխան տալ ու պիտի անկեղծ լինի իր ժողովրդի հետ, անկեղծ աչքերի մեջ նայելով, ասի որ ես ասել եմ դրա համար, ուղղակի։ Բայց եթե պատերազմ չի լինելու, խաղաղության փաստաթուղթը ստորագրվելու է, թե չէ, որտեվ Ալիևը խնդիր դրել է, որ այս սահմանադրությունը պիտի փոխեք եւ Նիկոլ Փաշինյանի վերջին սահմանադրության նորվա հետ կապված ուղերձում սահմանադրության փոփոխության մասին նաեւ ակնարկներ կար այդ համատեքստում, որ պիտի գնալ սահման։ Հիմա ինքը չունի այդ 2/3-ը սահմանադրական փոփոխություն անելու համար։ Հետևաբար ինչ պիտի անի։ Ինքը պիտի ազգային ժողովի այս նոր ձևավորված կազմից եթե չեմ սխալվում 6-ը պատգամավորի այդ երկու թևերից իրենով անի, ինչը թող ինձ ներեմ, բայց մեր ժողովուրդը այդպես է բնութագրում, ես այդ մեր ժողովրդի բնութագիրն եմ ուղղակի բարձրաձայնում, անասնագողություն է այդ անվանում։ Այսինքն այն պատգամավորներին, որ մի թիմից առնում են կամ ստիպում են, տանում են այլ թիմ լրիվ հակառակ տեսակետի կողմ քվեարկելու, դա անասնագողություն է համարում։ Դա այս ազգային ժողովի ընդհանուր նկարագիրը ոչ միայն չի լավացնի, այլ ավելի կվատացնի, որովհետև այն որ ասում եք տխուր է, շատ ավելի տխուր կդառնա։ Ժողովրդավարական երկրում, որտեղ կառավարության, որը հիմնականում ու ամբողջությամբ խորհրդարանական հանրապետություն է, խորհրդարանը բոլոր առումներով խոցելի է դառնում, բոլոր առումներով։ Տխուր ու խոցել է դրսից ուղղորդված, փողբաժանած, մի հատ էլ անասնագողությամբ։ Այս ներքին բարոյական, քաղաքական եւ հոգեբանական ճգնաժամի է բերելու։ Նման ճգնաժամ կար 2000-2001 թվականներին, 2000 թվականի առաջին ամսից հետո պատերազմից հետո ես անդադ առաջարկում էի գնալ արտահերթ ընտրությունների։ Չգնացին, սպասեցին, մինչև չգիտեմ Վազգեն Մանուկյանը շարժում ձևավորեց, հետո գլխավոր շտաբը հայտարարեց, որ պիտի հրաժարական տալ, եկեղեցին ստիպված փողոց դուրս եկավ միտինգի ու պատկերացրեք մարդիկ այդ քանակությամբ փողոց դուրս չգային, վերջ իշխանություն փոխվելու էր, մարդիկ փողոց դուրս եկան։ Այսինքն հիմա էլ հոգեբանական առումով ես կարծում եմ հասնելու եմ մի իրավիճակի, որ նոր ու շատ ավելի լեգիտիմ խորհրդարան ձևավորելու կարիք է առաջանալու, որ եթե ուզում ես այդ 2/3-ն ունենաս, իսկ այդ 2/3-ն ունենալու ինչ տարբերակ ունի Նիկոլ Փաշինյանը։ Իր տված խոստումները կատարել առաջին բալանսավորել իրապես, որովհետև երբ որ դու ասում ես ես բալանսավորում եմ, բայց ՀԱՊԿ անդամ ես, ԵԱՏՄ անդամ ես ու ինչ կա չկա Ռուսաստանի հետ է, ատոմակայանի խնդիրն էլ ասում ես ու դեռ ռուսների հետ էլ քննարկում ես, դու չես բալանսավորել, հետևաբար խոստումը չես կատարել։ Դատական համակարգը վերափոխել 8 տարի, ասում եմ, մեր դատական համակարգը կաշառքով է։ 8 տարի իշխանություն ես։ Խորհրդարանն էլ էր քոնը, Լուսահոգի Մանվել Գրիգորյանի ասած Չակուշն էլ մեղնել։ Այդ խնդիրը լուծեիր, ոնց ուզում էիր լուծեիր, ժողովուրդը դրա դիմաց վճարում եւ նաեւ խոստացել ես, որ պիտի դատապարտես են մարդկանց, ովքեր կաշառք են բաժանել, շպիոն են եղել, դրսից են ուղղորդվել։ Թող ինձ ներեն, ես ոչ մեկին շպիոն չեմ անվանել։ Եվ այս առումով պիտի դատապարտես, այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը գնում է բալանսավորման, դատական համակարգում փոփոխություններ է անում եւ այս մարդկանց, մասնավորապես Ռոբերտ Քոչարյան, երրագլուխ հրեշ, որ ինքը ասում էր, էլի իր բառով եմ ասում, թող ինձ ներեն, այդ երրագլուխ հրեշի Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին կալանավորում է, ու ինչ հենքով ինքը պիտի կալանավորի։ Պիտի կալանավորի, որ այս մարդիկ ընտրություններում կաշառք են բաժանել, չէ՞։ Ոչ թե որ չգիտեմ, Մարացեմենտը ժամանակին ես իմ ինչ են արել։ Խնդիրն է չի։ Կաշառք են բաժանել, այս հենքով պիտի կալանավորի։ Որ այս մարդիկ կաշառի, եթե իրենք կաշառք են բաժանել, ուրեմն իրենց կուսակցություններն էլ ազգային ժողովում հայտնվել են կաշառքի արդյունքում, չէ՞։ Հետևաբար կուսակցությունների մասին օրենքով այս կուսակցությունները պիտի լուծարվեն։
Ես առաջարկել եմ նաև էլ կուսակցությունների առաջին 3 անդամներին 10 տարի զրկել քաղաքականությամբ զբաղվելու, որևէ ցուցակում հայտնվելու իրավունքից, որից հետո կարող է ընտրություններ դնել, ու եթե ինքը այդ քայլերը ամբողջությամբ անի, արտաքին քաղաքական ուղղությամբ դեպի Եվրոպա քայլեր, դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, արտարադատության եւ այն մարդիկ, ովքեր Հայաստանի ընտրությունները փորձում են վերածել առևտրի, ինքը 2/3 հաստատ կհավաքի։ Մի բան էլ ավել կհավաքի, լրիվ արդար, ազնիվ ընտրություններով, նույնիսկ քարոզարշավ չանի, քարոզարշավին ինքը չմասնակցի էլ, այդ 2/3-ը կհավաքի, եթե չանի, այս ամեն ինչը իր վրա լուրջ կասկածներ է բերելու, այդ 2031-ը սարերի հետևում չի, Ռուսաստանը կադրեր գտնելու է, ու Ռուսաստանը ռևանշի գնալու է, ու մեր խնդիրն ինչ է, որ մեր երեխաները իմ խնդիրը մասնավոր որպես մարդու, որ իմ երեխաները ապրեն առաջադեմ զարգացող աշխարհի հետ, աշխարհի զարգացմանը զուգընթաց, լինեն իրապես պաշտպանված եւ ունենան իրապես ժողովրդավարության հենքի վրա բարեկամական հարաբերություններ մյուս երկրների հետ, այնպիսին ինչպիսին Եմենն է, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, ոչ թե փլուզվող Ռուսաստանի։ Ռուսաստանը այդ հնարավորությունը պահելու է մեր երկիրը հետ տանելու առումով։ Հետևաբար այս ամեն ինչը, ինչքան Նիկոլ Փաշինյանի, այնքան էլ իմ, ձեր ու մեր ժողովրդի խնդիրն է։ Ու մենք պիտի Նիկոլ Փաշինյանին պահանջենք, առաջարկենք լուծումներ չանելու դեպքում պարտադրենք։ Որևէ մեկը, ասենք Նիկոլ Փաշինյանին կամ այս իշխանությունների վարած քաղաքականությանը դժվար իրավիճակներում այդքան չի օժանդակել, ինչքան ես ու մեր կուսակցությունը, բայց այդ օժանդակությունն եղել է ինչի համար, ոչ թե անձի, ոչ թե մարդկային փոխհարաբերությունների, չնայած այդ փոխհարաբերություններն էլ մարդկային են եղել, այլ եղել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պահելու եւ մեր զավակներին ապագա թողելու, իրապես ընտրելու իրավունք թողելու, ոչ թե փողով որպես ապրանք վաճառվելու հնարավորությունը նորից հետ բերելու համար։ Մենք այդ ամեն ինչը արել ենք դրա համար։ Ու եթե այդ ամեն ինչը ասվում է ու 8 տարի հետո էլի իրականություն չի դառնում, դրա դեմ պայքարել է պետք, այլ տարբերակ չի մնում։ Ու դա մենք պիտի անենք բոլորով։ Ու չպիտի իմբոստանանք, վա, ես ինչ, ոնց կարելի է, հələ տեսեք ռուսները այս բանն անում են, Հայաստանի իշխանությունները հիմի էլի աջակցության կարիք ունեն։ Այո, աջակցության կարիք ունեն, ճիշտ խորհրդի, ճիշտ քայլեր անելու, խոստացածն անելու, կամ թող չխոստանան, կամ եթե ասում են երկաթգիծը հայ ժողովրդին պիտի ծառայի, դիմումը արդեն պիտի տան։ Եթե եվրոպացիներն ասում են, որ ձեր առաջ բացում ենք դռները, իրենք պիտի արդեն ասոցիացման համաձայնագիրը գնան ստորագրելու, որովհետև Ռուսաստանը փակել է բոլոր դռները ու շարունակում է փակել։ Իրենք ոչ թե հիմի պիտի Լենինգրադ գնային, իրենք պիտի Ստրասբուրգ գնային կամ Բրյուսել։ Ինչ է տալու Ռուսաստանը սիրում է, երբ որ իրեն շողոքորթում ես, բայց չի հարգում շողոքորթողին։ Տեսեք ինքնաթիռի պարագայում Ալիևը ինչ հակադրություն դրեց ու Ալիևին սկսեցին հարգել։ Դուք ես պարագայում ակնհայտ ձեզ հակադարձում են, ակնհայտ։ Միևնույն է ձմռանը գազը թանկացնելու է։ Միևնույն է ամեն ինչ անելու է, որ այստեղի ինդիմությանն օգնի, որ 2028 թվականին Երևանում հաղթեն, հետո էլ 2031 ամեն ինչ անելու է։ Գնաս, չգնաս, բարևես, ասես ընկերս է, հորկուրից տղան է, մորկուրից տորն է, չի օգնելու։ Այս ամեն ինչը անցել է Նիկոլ Փաշինյանը։ Գազն էլ են ապրանքը չի, որ ասես գիտես ինչ, այս սրանով մոլդավացիները դիմացել են, վրացիները դիմացել են, մենք ընդհանրապես պատերազմի տարիներ ենք ունեցել, որ գազ չենք ունեցել, հիմի փառք Աստծո գազը մենակ խողովակաշարով չի, անգամ Նիդերլանդներից ընկերս Նիդերլանդերում է ապրում, ասում են Նիդերլանդները պատրաստ է Հայաստանին գազ վաճառել $540, եթե իշխանությունների հետ մոտես խոսի, եթե ուզում են կարելի է այս խնդիրը լուծել, կպնեմ գործի խնդիրը կապերը հաստատեմ, ասա ում հետ կապ հաստատեմ, խնդիրը բանակցենք։ Ոնց է Նիդերլանդները բերելու։ Հեղուկ գազ կտա սկզբից։ Հեղուկ գազ կտա, վագոններով կգան, կկանգնեն, կդատարկվեն, չգիտեմ, մեր խողովակաշարերը, հետո արդեն կասնի բնական գազի։ Գազի խնդիրը լուծվող խնդիր է։ Պետք չի վախենալ։ Ձմեռն անելու է միևնույն է։ Ձմեռն անելու է համապատասխան իրավիճակում Ադրբեջանին հրահարելու է պատերազմի։ Թույլ չի տալու, որ այդ սահմանադրության հանրակվեն անես, թույլ չի տալու, ամեն ինչ անելու է, որ այդ հանրակվեն չլինի։ Այս իր ուժերի խորհրդարան մտցնելու պայմաններից մեկն էլ դա է, որ մտեք, որ թույլ չտաք։
ու որ մտածես, որ այնտեղից 6 հոգի կարող է ստանել, դա էլ ռեալ չի։ Ասեմ, ինչքան էլ նախ բարոյական առումով ես այդ ճիշտ չեմ համարում, երկրորդ այդ ռեալ չի նաև։ Շատ լավ։ Անպայման ուզում եմ Ռուսաստանով ամփոփենք, պարոն Սարգսյան, Բելարուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը հասել է ռեկորդային մակարդակի, մենք տեսնում ենք սոցցանցերում բազմաթիվ դժգոհ քաղաքացիների, գուցե ֆանտաստիկայի ժանրից է կանխատեսել, որ Ռուսաստանում ներքին դժգոհությունները այնուամենայնիվ լայն թափ կհավաքեն, իրապես խնդիրներ կստեղծեն Պուտինի համար, բայց ինչ կարող եք ասել, 4 տարի հետո կարծես թե այդ երկրում զգում են պատերազմի հետևանքները, ազդեցությունը։ Ես տեսնում եմ, որ Ռուսաստանը անցնում է արդեն միջուկային շանտաժի տարբերակին, ատոմային ռումբ կիրառելուն, այդ թեման հենց վիճակը մի քիչ բարթանում է, իրենք հիշում են, որ իրենք ատոմային կոչակ ունեն, իմիջիայլոց այս միայն այդ իշխանությանը բնորոշ չի, Ելցինի իշխանությունն էլ էր։ Այդպես հենց որոշակի սովի խնդիրներ էր առաջանում ապրանքների մատակարարման խանութների դատարկվում էին, Ելցինը մատը դնում էր միջուկային կոչակին ու ասում էր դայձենգի Միացյալ Նահանգներին ու Եվրոպային։ Ու նրանք տալիս էին, որ ինքը այ դրանով չսպառնար։ Հիմա Ռուսաստանը փորձում է այդ բաներն անել եւ այս պատերազմի համատեքստում բնականաբար թե Եվրոպան թե Արևմուտքը աշխատում են մաքսիմալ խուսափել այդ միջուկային ընդհարումից, աշխարհը չտանել միջուկային ընդհարման, Ուկրաինան էլ հակադարձելու տարբերակ է գտել, ասում է, որ եթե դու կիրառես, ես էլ կկիրառեմ, ես էլ կխփեմ ձեր ատոմային էլեկտրոկայաններին, որոնք նույն էֆեկտ կունենան, ինչ որ միջուկային զենքի կիրառելը դուք չեք կարողանում Մոսկվան պաշտպանել, այնպես որ ձեր ատոմակայանները խոցելի են իմ համար, այսինքն հակադարձման այս համատեքստում համազոր մրցակցություն է դնում Ռուսաստանի դեմ, բայց Ռուսաստանը դրել է եւ փակել է սահմանները Լեհաստանի, Մերձբալթյան հանրապետությունների եւ այլնի, իսկ նշանակում է, որ պատրաստվում է պատերազմի։ Ինքը փակում է զորակոչ թույլ չտալու, զորակոչ անելու նպատակով, այսինքն տարիքի, զորակոչային տարիքի տղամարդկանց որոշակի քանակ, մինչեւ 40, մինչեւ չեն կարողանալու Ռուսաստանի սահմանները լքել։ Ռուսաստանը եթե տեսնի Ուկրաինայի դեմ պատերազմում հաջողություններ չի ունենում ու պարտվում է այդ ռմբակոծություններն ավելանում է, իր հաջորդ քայլը իմ կարծիքով լինելու է ոչ թե միջուկային պատերազմը, որով ինքը փորձի Ուկրաինային հարացել։ Ինքը փորձելու է ռուս ժողովրդին ցույց տալ, որ դա ոչ թե Ուկրաինան է, Ուկրաինան ինչ խնդիր էր, ինքը իրենք եթե նայում եք իրենց քարոզչությանը այդ են ասում, որ մենք պայքարում ենք ամբողջ աշխարհի դեմ ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ Միացյալ Նահանգների, որը կողքից օժանդակում է։ Եվ իրենք պիտի ասեն, որ այս Ուկրաինան չի, որ այս զենքերը որ կան, անունը Ֆլամինգո է, թե ինչ այդ եվրոպացիներն են տվել, այդ ուկրաինացիները չէ, իհարկե այդ սուտ է միանշանակ, եւ իրենք կփորձեն խփել որևէ եվրոպական երկրի։ Այսինքն պատերազմ հայտարարել, ներքաշել Եվրոպային, այդ առումով ներքին ցնցումներն ու բողոքները կմեղմելու, կասեցնելու ընդհանուր հայրենական պատերազմի էֆեկտ ստեղծելու առումով, բայց ես էլ քիչ հավանական եմ համարում, որովհետև եթե իրենք նման բան սկսեն, այդ միևնույնն է էլի ձեռնատու չի լինելու իրենց, որտեվ այդ պարագայում իրենք կպարտվեն, որտեվ իրենք եթե ուկրաինական անօթաչուներին ու ֆլամինգոներին չեն կարողանում պատասխանել, ապա Եվրոպայի ունեցած մասնավորապես սպառազինությանը չեն դիմանա ու չեն դիմանա, առավել եւս որ եվրոպական մի շարք երկրներ նաև միջուկային երկրներ են, մասնավորապես Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան լուրջ արսենալի են տիրապետում, ել չասեմ մոտ ուժի, գերակայության եւ այլնի առումով, այնպես որ ես կարծում եմ, որ Ռուսաստանի միակ հույսը մնացել է Թրամփը։ Եվ իրենք այս անկախության օրով Թրամփին որ շնորհավորել էին, կարևորել էին այդ դերը, որ Թրամփը ինչ որ առումով կփորձի ճնշել Զելենսկուն եւ այսօր գոնե հրադադարի ինչ որ եղած դիրքերի կամ Դոնբասի մասով մաքսիմալը փոկելով գնան որոշակի առումով հրադադարի, բայց դա Ռուսաստանի տնտեսական եւ քաղաքական վիճակը չի բարելավել։ Ընդհակառակը տնտեսական վիճակը ել ավելի է վատանալու, որտեղ Ռուսաստանի տնտեսությունը այսօր ամբողջությամբ դրված է ռազմական անիվների վրա, իսկ այդ ռազմական արտադրությունը, ռուսական ռազմական արտադրությունը այլևս աշխարհում ոչ մեկ չի գնում։ Դրա պահանջարկը չկա։
Իրանք ստիպված աշխատանքից ազատելու են այդ մարդկանց, ստիպված այդքան մարդ ովքեր գնացել են ռազմաճապատ հետ են գալու, զենքին տիրապետելով են հետ գալու, այն եղածը ոտքի հանելու գումարներով փող չունի, եւ այս առումով Ռուսաստանի տնտեսությունը փլզման եզրին է կանգնած, այդ առումով Ռուսաստանի նախկին վարչապետ Կասյանովի այդ ներկայացրած թվերը եւ մոտեցումները Ռուսաստանի տնտեսության համատեքստում ես լրիվ իրատեսական եմ համարում, այս աշնանը Ռուսաստանը կունենա տնտեսական հիմնականում բանկային համակարգի հետ կապված ամենալուրջ ցնցումները ռուբլու կուրսը պահելու առումով, որտեղ փող են տպել, մոտարապես 20 օր առաջ լրացուցիչ գումար են տպել, իսկ փողը թուղթ է ու էական չի վրան ինչ թիվ ես գրում, միևնույն է ինքը թուղթ է մնում, եթե տակը ապրանք չկա։ Իսկ այսօրվա իր ապրանքները միայն հրթիռներ են։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։